Փղերը ծնվում են արդեն առանց ժանիքի, այնքան է որսագողությունը շատացե այն փղերի վրա, որոնք ունեն ժանիքներ, որ այդ ցեղատեսակը սկսել է նոր սերունդ տալ, այսպես կարելի է ասել, որոնք ժանիք չունեն։ Սա բնության կողմից պատասխան է մարդկանց, ինչպես նաև օգնություն փղերին, որպեսզի նրանց հանդեպ այլևս որս չլինի։ Հիշեցնեմ, որ փղի ժանիքը դարերով համարվել է եւ մինչեւ օրս համարում է շատ թանկարժեք, յուրահատուկ էքսկլյուզիվ ոսկոր, որից կարելի է պատրաստել ինչ ասես եւ վաճառել, սկսած շախմատից, վերջացած ուղակի սուվենիրներից, ու այդ ամենի դեմ ամբողջ աշխարհը հիմնականում պայքարում է։ Սակայն այն մարդիկ, որ դրանով զբաղվում են, այնքան շատ են, որ խեղճ փղերը սկսել են ադապտացվել եւ ուղակի առանց ժանիք ծնվել։ Այսպիսով կարող է մի քանի տարի անցնել ու մենք փղերին տեսնենք առանց ժանիքի, այնպես ինչպես օրինակ վերացել են տասնյակ կենդանիներ մարդկանց միջոցով, օրինակ դոդոն կամ թասմանյան հրեշը, այդ կենդանիների հետ մեկտեղ կարող է նաեւ մեկ օր վերանա փիղը։